իմ տղեն 15 տարեկանից մեր զորամասում ծառայում կա կամավորների ինչ-որ զոնտիկ կազմակերպություն, դրա տակ մի 28 ուրիշ կազմակերպություն, որոնք զբաղվում են տարբեր ուղիներով։ Երեք կատեգորիա են, առաջինը որսորդ, սպորտային, երրորդն էլ դե բանակայինները, այսինքն ով որ մոբիլիզացիայի մեջ է, իրանք էլ կարան օրենքով առնի։ Ատրճանակի համար պետք է ավելի շատ քննություններ տաս եւ տեստեր անցնես, կանց թե մնացածների։ 15 րոպեվա մեջ երևի կգտնենք մի 5 հատ հրաձգարան։ 180 հատ Ստոկգոլմում կա։ 4000 հատ ընդհանուր շվեջ է։ Ռապորտը սկսում է մեծ եվրոպական եղնիկներից սկսած ու վերև մնացած կենթանիների որսը ընդհանրապես լիմիտացված չէ։ Ոչ էլ հայտնելու ինչ-որ կարգ կա։ Հրազաքարանների մոմենտով մի հատ շատ հետաքրքիր առանձնահատկություն կա Շվեդիայում։ Մենք կարանք ցանկացած տեղ, օրինակ ասում էր տանդեմ, որոշենք, որ մրցումներ ենք անցկացնում։ Նստենք քարտեզը գծենք, ցիրկուլներով նշենք 4500 մաքսիմում, որ ասենք մեր զենքերը այդքան թե կրակեն, սա հաշվարկն անենք, գծագրերը հաստատենք, մենք մեր ակումբով վաղ առավոտ զանգենք պոլիսին, ասենք ստե մի մրցում ենք անում ու անում ենք, թույլատվություն մեզ պետք չի։ Բարև ձեզ ընկերներ, միասին նկարելու ենք աշխարհի զինված հայերի հերթական թողարկումը։ Այսօր մեր Շվեդիայի ընկերների Էմիլի ու Միքայելի հետ ենք, բարև տղեկ ջան։ Մեզ բավական հետաքրքիր հաղորդում է սպասվում, դիտեք ու կհամոզվեք դրանում։ Առաջինը կմատմեք ձեր մասին մի քիչ, ինչքան ժամանակազենք ունեք, ինչով եք զբաղվում։ Ես սկսեմ, ուրեմն ես Հայաստան եմ տեղափոխվել 1988 թվականին, հետո 8 տարի հետո գնացի բանակ Հայաստանում, բայց Հայաստանի քաղաքացի չեմ եղել։ Հետո 2000 թվականին տեղափոխվել եմ Եվրոպա նորից, ու ստեղ սովորել եմ civil engineer, էներգետիկայի և կոնստրուկցիոն գծով 2020-ին այդ դեպքերից հետո գնացի ես կուրսերի դիպուկարների։ ու տենց դա իմ կարիերայի, այսինքն ռազմական կարիերայի սկիզբը կարելի է։ Ու հենց դիպուկահարության գծով ես, չէ՞, խորացել։ Այո, միջևս հիմա արդեն տեղափոխվում եմ նավատորմ, բայց նույն գնդում եմ։ Մասնագիտությամբ։ Իսկ դու, Միքայել ջան։ Ես բան, ես ամուսնած բանը հայ աղջիկը 2004 թվի։ Հետո ես IT եմ սարքում, եմ բիզնես ունեմ։ Հետո դպրոց է 20 տարի հետո բաները չգիտեմ միշում ինչ կարող ասեմ։ Ստեղի բանակում ծառայեմ, զորամաչիկ, հիմա էլի բանակում։ Այդտեղ պարտադիր ծառայություն կա, թե չէ։ Մերի պես էլի։ Պարտադրված է, բայց դու կարաս ասես օրինակ չեմ ուզում, որտեվ քունս ատանամ չանտամ։ Մեր մոտ մի քիչ շատ մտիկ ունը տանի, որ չտանեմ, բայց ստեղ էլ նման դեպքեր լինում է։ Տղեկ ջան, կասեք, հետո պատմեմ դրա մասին։ Ձեր մոտ ով կարող է զենք առնել ու ինչ տեսակի զենքեր, ինչ տարիքից, քաղաքացի, ինչ քաղաքացի։ Քաղաքացին պարտադիր է 18 տարեկանից 15 15-ից ուրիշների հետ դիլ։ Մի քիչ մանկանման մեծերի հետ կա։ մեծերի հետ կա։
Բայց փոքր ունի էլի 15 տարեկան։ 15 տարեկանները կարան մեծերի հետ միասին գրական։ Մեր մոտ 14 է։ Մեր մոտ 14-ից կարան, բայց հրաձգարանում միայն։ Ու ինչ զենքեր կարող են ունենալ։ Հետո մենք էլի բան ունենք այդ օտիցը, это որ 10 տարի է էլի։ PCP Airsoft-ն է էլի։ Այդ ընդհանրապես 3 կատեգորիա են, առաջինը հորսորդ, սպորտային, երրորդն էլ դե բանակայինները, այսինքն ով որ մոբիլիզացիայի մեջ է, իրանք էլ կարան օրենքով առնել։ Հասկացա։ Իսկ համ ակոսափող, համ հարթափող զենքեր կարող են առնել, կամ ատրճանակներ կարող են առնել։ Ատրճանակի հարցը ամենա լուրջն է, այսինքն ատրճանակի համար պետք է ավելի շատ քննություններ տաս եւ տեստեր անցնես, քան թե մնացածների։ Բայց բոլորի համար է քննություններ կա։ Դու կարաս տարբեր գծերով ուղղակի հասնես այդ ունենալու բան։ Իսկ սահմանափակում քանակի կա։ Որսորդների համար ուրեմն մինչև 5 հատ ռևոկեյ է։ 6-րդը արդեն պետք է բացատրություն գրես, թե ինչի կունեցած զենքերը չեն բավարարում քո երջանկությանը, հասկացա։ Իսկ դուք ինչ զենքեր ունեք, եթե իհարկե կարելի է, էլի։ Ես ուրեմն Daniel Defense, Desertec, SRS, Լարև Custom մի հատ, հետո որսորդական մի քանի հատ, որսորդականները լազեր ձավեր։ Այդ custom-ը ինչ կալիբր էր։ 6 BR։ Դրա առաջի 2 հատը Հայաստան բերելու փորձ ենք անում Masterpiece Arms-ից։ Համաձայնություն ենք ստացել, շատ դժվար։ Ոնց որ վերջում բոլորիս անունները հատ առ հատ ուղարկեցինք, իրանք հավախում էին, որ ռուսներին գծախենք, որտեվ Հայաստանը տենց լավ փորձ ունի էլի այդ մասով։ Ես ասեցի, ոչ թե մենք ռուսներին չենք ծախելու, այլ բոլորը ով առնելու է ճանաչում են մեր ֆեդերացիայից են։ Ասես դե անունները ուղարկի, անունները հաստատուղթ ֆեդերացիայի տնօրենի ստորագրությամբ, որ այս մարդիկ մեր ֆեդերացիայից են, սպորտսմեններ են, ֆեդերացիայի էջը մրցումների մասին վիդեոներ ուղարկեցի, հաստատվեց։ Հիմա սպասում ենք սարքեն, մի քանի շաբաթ է դեռ պետք է սարքեն, նորմաներ է գալու, 6 VR-ներ է գալու, 6.5-ներ է գալու, level up-ել մենք Հայաստանով մեկ էլի։ Ասացի կիսվեմ ձեր այդ մեր ուրախությամբ։ Միքայել ջան, բա դու ինչ զենքեր ունես։ Ես նույններ ունեմ, բայց ես մի հատ էլ ունեմ բլասերը, որ 300 win ունեմ, մեծ կալիբրն է, որ sense extreme long range եմ սարքում էլի, էլի ունեմ մի հատ sense, բայց հետո նույններ, երկլատ մեր զենքերը ամերը նույնն են, ուղղակի MSRS 300 լապամագնումի տեղը իր մոտ բլազար LRS 2 300 win մագավը։ Մի հատ բլազարը ռազմական վիրուս է։ 338 մեր մոտ ավելի տարածված է, քան թե 300-ը, որտեղ բանակն էլ է 338-ով, որ մի բան լինի պետությունից փամփուշտ ստանալ կլինի տենց էլի, ոնց որ այդ կալիբրը ավելի տարածված է։ Ես հավանում եմ 338-ը բավականին։ Իսկ ձեր մոտ 375-416 կամ 50 BMG էլ է կարելի։ 50-ը չէ, բայց մնացածը հա։ Միջև 50-ը։ 50 Մեր մոտ 50-ը ներառյալ է, բայց հələ մարդ չեմ իմանում որ ունի։ Ասում են մի քանի հոգի բարեթ ունեն բան, բայց մեր հրաձգարան երբեք չեն եկել, մենք հələ որ չենք կարող բերենք 50 BMG, մոտիկից ստենանք էլի։ Բայց հետաքրքիր է։ Իսկ հրաձգարանների մասին ձեր մոտ կասեք ոնց, հա։ Ուրեմն մենք իրար հարևան ենք, ես Միքայելը։ Մեր տնից ուրեմն մի 15 րոպեվա մեջ երևի կգտնենք մի
5 հատ հրաձգարան։ Դզի։ Ստոկգոլմի մեջ կլինի երևի գրել եմ մոտացնում ասպեցնա 180 հատ Ստոկգոլմում կա։ 4000 հատ ընդհանուր շվեյցարիա։ Հավեսս գալիս է։ Մեր մոտ ամբողջ Հայաստանում գրանցված 10 հրաձգարան չկա։ Եթե իհարկե ռազմականները չհաշվենք, էլի ռազմական կարող է մի 10-20 հատ կա։ Մեծ 2 հատ է մեր սարկածը մեկ էլ ARM Tactical անունով, չնայած լսել եմ, որ մի 2 հատ էլ ա ուզում բացվի, ինչը շատ լավ է։ Իսկ 20 թվականին ոչ մի հատ չկար։ Այսինքն հերու կրակելը ոնց էլ անում էիր, մի քիչ ապօրինի էր ստացվում։ Տենց խեղճ վիճակում էինք։ Դա սովետի ժառանգություն հասկացի։ Նույն հարցերը լոդինգի վրա վրա, օրինակ, շատ մարդիկ գիտեն Ամերիկայից է եկել, բայց ստեղ Շվեյցարիայում օրինակ արգելված եղել է միայն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանից հետո սովորական բաներ։ Մեր մոտ դրան նման վիճակներ աստ է, էլի ոնց որ արգելքները օրորի շատանում, բարդանում են։ Ռելոդը չնայած մեծ պայքարով գոնե այնպես արին հրաձգարաններին թողին, այսինքն ինչ որ զարգանալու քայլեր անելու համար, ինչ որ փուճուր օջախներ ունենք, պայքարում ենք, որ անհատներին թողեն, բայց դա ինձ դժվար պայքար է տղեկ։ Նաև այս հաղորդումները անհրաժեշտ են, որ այդ մեր դեմոկրատական արժեքներին հավատացող իշխանությունները տեսնեն, որ բոլոր այդ արժեքները կրող երկրները, ժողովրդավար երկրները բոլորը անխտիր ինչ որ ձևով թույլ են տալի։ Միտը քննությունով է, միտը զենքը ունես, ուրեմն կարասա, բայց բոլորում կա։ Այդ 4 տեղը, որ խոսացել եմ, Կանադա, Ամերիկա, Գերմանիա, Ավստրիա, բոլորում կարելի է, տարբեր ձևերով, բայց անհատին տանը իր տղու հետ, եթե 15-ից մեծ լինի։ Եսի։ Այդ հարցը ընդհանրապես ազատ է այստեղ, չի ոչ միայն սահմանափակում կա բարույթի քանակին, հա։ Քանակով։ Ինչքան է այդ քանակը։ Չգիտեմ։ Մի 20 կիլո կլինի։ Կարծում եմ, Ոչ։ մաքսիմում։ 20 կիլոն նույնիսկ 3-8 լսնելու դեպքում մի քանի հազար հատ փամփուշտ անում, էլի, այդքան դժվար շտապ պետք է լինի մեզ։ Բայց ասում 20 կիլո մատ է սաղ, այդ կրակով, այդ բան ամեխուն էլի։ Եթե չեմ սխալվում, խանութի պահելու քանակը կամ 50 կամ 150 կիլոգրամ է, բայց 50 է, եթե չեմ սխալվում։ Խանութում այդքան կարա լինի, էլի։ Ձեր մոտ որսն է լավ զարգացած կլինի, չէ՞ տղեկ։ Տարբեր տեսակի որս, երբ ուզես, օրինակ մանր միջև մեծ եղնիկ հասնելը մնացած կենթանիների որսը ընդհանրապես լիմիտացված չի։ Լիմիտացված չի։ Ոչ էլ հայտնելու ինչ-որ կարգ կա։ Ոչ լավ։ Խոզերքը բան է, կրիսի, բայց տենց եմ նայվում էլ է։ Հասկացա։ Մեր մոտը բանն է, այդ առնետներն ու ագրավներն է, մեկ է շակալները, շնագայլներն է, որ նույնիսկ գրածա որսորդը պարտավոր է որսաշրջանի ընթացքում խփի, եթե լավ որսորդ է, մնացածը լիմիտավորված է ժամանակով, քանակով, բայց մեկ-մեկ խոզ են թողում նույնիսկ մեզ։ Այս վերջերս բաղարազ էլի։ Ռապորտը սկսում է մեծ եվրոպական եղնիկներից սկսած ու վերև։ Իսկ արջելա կարելի։ Իսկ բան, երբ որ մեկը տուրիստ է գալի, բայց շատ հարազատ է, իրենց չի կարելի, չէ՞ մեկը։ Ուրիշ չունենան։ Կարելի է։ Կարելի է։ Ոչ կա։ Այսինքն գալիս են մենդ։ Հա։ Շատ ուժեղ է։ Հավեսս եկա։
Հալալա, ես զարմանում եմ, չգիտեմ ինչ ասեմ։ Մեկ էլ բանը, այս որսորդներին, սպորտսմեններին, ինչ որ ձևով երկիրը կապում է երկրի պաշտպանական համակարգերը ուժեղացնելու գործին։ Ասենք գա տեղից լավ կադրեր ջոգի կամ ինչ որ ռեզերվիստներին հատուկ վերաբերմունք ունենա։ Ես ինչպես է կառուցված էլի այդ ընդհանուր մի զոնտիկի տակա թե որսորները իրաց կյանքով են ապրում Տարբեր դիպուկա։ կա, տարբեր ուղիներ է։ Օրինակ, որը որ պաշտպանության նախարարության հետ կապ ունի, կա կամավորների ինչ-որ զոնտիկ կազմակերպություն, դրա տակ մի 28 ուրիշ կազմակերպություն, որոնք զբաղվում են տարբեր ուղիներով։ Օրինակ, իմ տղեն 15 տարեկանից մեր զորամասում ծառայում նույն է ձևի կազմակերպության ինչ-որ ձևի տակ է, էլի։ Այսինքն կանավորական կառույցների գլխին բանակն է։ Հա, Այդ շատ կարևոր է։ հա, ու այդ երբ որ ինչ-որ հարցեր ա լինում, վերևից գնում է այդ կամավորականներին ու բաշխվում է տարբեր ուղիներով։ Այսինքն իրանք ինչ որ ձևով ներքաշվում են պետությանը ծառայելու գործերի մեջ նաև։ Հա, Խաղաղ ժամանակ էլի սենց ասած։ հա, Ձևով ոնց որ օրինակ իմ տղեն նույն մեր համազգեստից հակ նման, նույն մեր զորամասում իրանք քանի հոգով, իրանք մի 15 հոգի նման երիտասարդներ են, որոնք որ հետաքրքրեն են տեսնում այս գործի մեջ ու զբաղվում են դրա։ իսկ կապ ֆեդերացիայի հետ ինչ որ ձևով կա դիպուկահարների։ Դիպուկահարների տեսակները Սպորտսմենների էլի PRF-ի։ Գիտես քանի հատ տարբեր դիպուկահարների կազմակերպություններ կան, ես որ ասեմ երևի մի 20 հատ։ Հաճախ մրցումներ են անում երևի, հա, իրար մեջ։ Տարբեր ու իրար հետ դրանք նույն մարզաձևը չեն հաշվառում։ Հա, հասկացա։ Մեկը, ասենք DMR-ը, բանը, Rimfire-ը, ես իմ extra long range-ը առանձին աշխարհներ են։ Չէ, անգամ նույն զենքով դու կարող։ Օրինակ մենք երբ էր, երկու օր առաջ, շաբաթ օրը մրցումների էինք երկար կրակելու։ Ու այդ մրցումները ոչ PRF-ի հետ կապ չունեն, դրանք հին ավանդական շվեդական երկար կրակելու մրցումներ են։ Իսկ երկար իշքան երկար։ Այդտեղ անսահմանափակ կա, որ գիտես ոնց է, տեխնիկական լրիվ գործիքներ արգելված է, դու միայն քո օպտիկայով հասկանաս ինչքան է դիստանցիան, ինչքան միա փսելու մեծավ դաշտաչափով անես։ Հա, հետաքրքիր է։ Ու մարդիկ կան այգին տարիքով, որ անգամ առանց օպտիկայի են կրակում մեր հետ հավասար։ Առանց օպտիկայի բացի դիոպտրով 600 մետրի վրա նշան են։ Խփում։ Հետաքրքիր է։ Իսկ ձեր ամենամեծ հրաձգարանները ինչքան հեռավորություն ունեն։ Դե մենք որ ռազմականի մեջ ենք դա անսահմանափակ։ Այնքան 4500-ից զենքը չանցնի, որտեղ ռիսկը դրա վրա հաշվեցվում։ Բայց ասենք տեղ կա, որ գնաք 3000 մետր տիրախփեք։ Այդ հրաձգարանների մոմենտով մի հատ շատ հետաքրքիր առանձնահատկություն կա Շվեդիայում։ Ստե դուք մենք կարանք ցանկացած տեղ, օրինակ ասում էր տանդեմ, որոշենք, որ մրցումներ ենք անցկացնում։ Նստենք քարտեզը գծենք, ցիրկուլներով նշենք 4500 մաքսիմում, որ ասենք մեր զենքերը այդքան թե կրակեն, սա հաշվարկն անենք, գծագրերը հաստատենք, մենք մեր ակումբով վաղ առավոտ զանգենք պոլիսին, ասենք ստե մի մրցում ենք անում ու անում ենք, թույլատվություն մեզ պետք չի։ Բաց դաշտում։ Հա, չկացած տեղ։
Այնքան որ պայմաններին համապատասխանի իրանց սահմանած։ Անվտանգության պայմաններին կամապատասխանի եւ մեր ապահովագրությունն դա ոնց որ փակում է Հաստատի։ ինչ որ հարց եղավ։ Շատ ուժեղ է, որտեղ մեր մոտ հաստացի բան է, ոնց որ կամ որսահանդակներում պետքա կրակես, կամ հրաձգարաններում, ինչ որ բաց տեղ որոշես, որ կրակում ես, ինչ որ գործիքակազմ չկա։ Մենք ազատազենում մինչև թուղթ հանեցինք, ոնց որ ամեն օր տարբեր խնդիրներ ունենալու ռիսկով ենք ապրել 2 տարի։ Ուղղակի որ գալիս էին խնդիր ստեղծելու, բացատրում ենք, որ ոնց որ ձեր կամավորներն ենք, միտեղ ուզում ենք պարապենք, եթե տեղ ասեք կարանք գնանք, էլ չենք գաստե։ Ոչ մի տեղ չկար, բան չէին կարող ասեն, լավ ասում էր, բայց ասենք վիդեո մի արեք, թող չիմանան մեր վերադասերը, որ դուք ստե ոնց որ բան եք էլի, դաշտային հրաձգարան եք սարքե, մինչև վերջը հանձնվեցին, ասին արեք ձեզ թուղթ տանք, օրենքի դաշտ անցեք, բայց այդ շատ հետաքրքիր լուծում ես ասում, օրինակ Արագածի կողմերը մեր մոտ հարմար տեղեր կա, որ կարելի է այդպես մրցումներ անել, հերու կրակելու էլի տեղեր կա, որ օրինակ մեր հրաձգարանը այդքան հերու թույլ չի տալի, բայց մենք ուզում ենք մեկ-մեկ, դա շատ լավ լուծում կլներ։ Հիմա փաստացի որ անենք, ոնց որ պայմանավորվելու մակարդակի ալնելու փաստացի ապօրինի, էլի։ Ձեզնից էդի մերոնք սովորելու բան ունեն։ Իսկ զինագործության մասին Սկանդինավիայի ձևն է, մենակ Շվեդիան չի, կողքի երկրներն էլ տանց, Նորվեգիա, Ֆինլանդիա, Ֆինլանդիա, Դանմարկը նայել ունեն։ Դուք որ օրինակ ուզեք եթե կողքի երկիր մրցման մեծ խնդիր է, թե հեշտ ստացվող գործ է։ Ոստան գնում ես։ Ինչ որ հատուկ թղթեր հանել բան գնալուց առաջ հետո։ Եթե մեքենա քշում ես, պետք չի։ Միայն Ամերիկա։ Հա, մենք հիմա ճամփայինք մանգալի Վրաստան գնանք, ոնց որ արտագնամ մրցումները ինչ որ տեղից սկսենք, դե իրանց ֆեդերացիան մերից հին է բավականին։ Բայց դա լուրջ խնդիր է ալնելու մեր համար էլի գնալը։ Ну բարդ է լինելու, կարծում եմ կլուծենք, բայց տենց չի որ մեքենա նստենք գնանք էլի։ Զինագործության մասին կուզենայի հարցնել, տղեկ ջան, ձեր մոտ ոնց է, օրինակ ձեր զենքի փողը փոխելուց սկսենք, մինչև արտադրողներ կան Շվեդիայում ինչ որ ուժեղ, թե չէ։ Փոխելուց որ սկսենք, մեր եսը, Միքայելն էլ զենք ունենք, որը որ մեր փոփոխական փողերով է։ Ամեն մեկ այդ EMSRS դեսերտեկի հետ իրանն էլ լազերն էլ ինագնա։ Եթե ուրիշ Remington 700 մեկ սիստեմայի պես զենք լինի, եթե դու տուն ունես հարմարանքը փոխի, ոչ մեկ ես բան չի ասում։ Չէ, ասենք մաշվել է փողը, նորն եք ուզում, ինչ պետք է անենք։ Ոչ մի բան կարում ես փոխի, եթե չես կարում դուր զինա գործին թքում։ Այսինքն կարաք փող առնեք, փոխեք։ Եթե ուրիշ կալիբրը փոխում ես, այդ ժամանակ նոր թույլատվություն չես տալիս։ Իսկ եթե նույնը մաշել է, ուղղակի փոխում ես, ոչ մի։ Իսկ եթե որ ասեմ, եթե ուզում ես էլի կալիբր առնի, դա պիտի բան է, որ լիցենզի համար։ Հետո բայց ուզում ես առնես, թե առնի։ Բայց կարաք փողը գնաք խանութից առանձին փող վաճառում են, առնեք, գաք տանը փոխեք։ Հա, եթե այդքան կարում ես անել։ Մեր մոտ, եթե չեմ սխալվում, մի խանութ իրավունք ունի փող փոխելու, ոչ անհատը ունի, ոչ մյուս խանութները իրավունք, այդ խանութն էլ այնպես չի, որ ասենք զենքից փողը փոխի, տենց հեշտությամբ կստացվի էլի։ Մենք հիմա պլանավորել ենք մեր հրաձգանի տարածքում արդեն խանութը պատրաստ է դրա թղթերից հետո դիմենք զինագործության լիցենզիայի, այդ ոնց որ առանձին պետք է ունենաս, որ կարողանաս փող փոխես։ Բայց մեր մոտ փողը փոխելուց հետո պետք է տանես ոստիկանություն նորից կրակեն, նո ոստիկանություն չի հիմա ուրիշ բանի գերատեսչության տակ է։ Նորից կրակեն, այդ հետքը փամփուշտների վերցնեն պահեն,
նոր թղթաբանություն անեն, հետ տան քեզ, էլի։ Որ պատկերացնեք, ես մի հոգի չեմ ճանաչում, որ իր զենքի փողը փոխելա կարգով, շարքով ու հիմա ունի, էլի։ Ստե։ Իսկ բան արտադրողներ կան։ Զենքի կանոչ Կա մի բան, որ արժի ներմուծենք Հայաստան մենք ենք ասենք։ Կլինի գնդակ, զենք, նորման շվեդական ֆիրմա։ նորմայի փամփուշտները։ Նորման իրա գնդակներն ունի։ Կաներ Սպուրը շվեդական ֆիրմա է։ Շպուր ունենք, ճիշտ է։ Սպուր չէ, բայց Ներով մենք սաղը սպուր։ Ռուսներն են սպուր ասում ինչ-որ մի պատճառով, բայց էդի մեր ընկերն է։ Իրանն է հոկան սպուր։ Էդ Իրանն է։ Այսինքն այդ մարդը կա էլ, հա։ Որ Facebook-ում ընկերների մեջ նայես։ Ման կգամ, հետաքրքիր է։ Ուժը լարվում եմ ճիշտ ասեմ մարդու անունը ասիք բարևեք իրանք ասեք, որ ամբողջ Հայաստանը հարգում հպարտանումած ես իմ օրսիսի վրա հենց բանը շպուր ասեմ էլի մինչև կսովորեմ շպուրա ու Night Force 735 ինձ պահում է գոհեմ շնորհակալ եմ ողջույններս ոնց է ձեր մոտի լեզվով ողջույններս Ողջույններս կլինի ոնց որ բարև եմ ուղարկում էլի շպուրին Հելսա Հելսնինգը Հելսնինգեն շպուր մերսի հելսա շպուր հետաքրքիր իսկ զենքեր կան օրինակ սպուրը մա ինքը իր այրնա մշակում Սաղորը տեսները նկարում կնում է Facebook Այսինքն մի օր կարանք բերենք Հայաստան օրինակ իր զենքերից Ավստրիայից կարացել ենք բան FIOR զենքերից բերենք Հայաստան Բավական դժվար ստացվեց, բայց բերել ենք 338 ենք բերել, 6.5, 300 տոզ 22 LR էլի, մենք դրան տոզ ենք ստե ասում Գիտեմ Տենց մաս մոտիկանում ենք եվրոպական մյուս երկրներին Ես վերջերս Անգլիան էմբարգոն հանեց մտածում ենք Աքյորոսի բերենք ստե այդ զենքը բանա ուժայինների մոտ եղել հա ոնց որ տենց հարգանք վայելող զենքա բավական էլի համարվում Ակյորոսին տենց մնացել անունը, որտեղ 80-90-ականներին Ակյորոսի առաջատարը լավ տեղեր է գրավել դիպուկարների մրցումներում Մենք մտածում ենք, հա, ասականերես Տեղի բանակի առաջվա, այսինքն հիմիկվա էլ ներկայիս դիպուկար զենքը Ակյորոսին է Arctic Warfare բայց 25-ից հետո փոխում է TRG-ի AM-ին Սակոյի, հա Սակոյի այս վերջերս թվանքում նկարել էի տիկայի, չէ ասի տիկա, T3X Super Warmint դրա MPA շասի եմ հիմա բերում որ այդ Super Warmint-ն դնեմ վրեն դառնա մի հետաքրքիր բան MPA շասիով մարդ այսքան ժամանակ Հայաստանում չեմ տեսել ಸೊ եմ ասում տեսման մենակ տելևիզորով եմ տեսել վիճակամ Հայաստանում MPA շասիով մարդ տեսած չկան MDT ունեցողներ մի քանի հոգի կա տարբեր զենքերի վրա բայց Masterpiece Arms ունեցողներ չկան բայց կլինեն միշտ տարի կլինեն Կոմոդ շասի քիչ է էլի Շասի վաճառքի մի հատ չկա Քաղաքում որ գնաց շասի գնելու մի հատիկ չես գտնում Նու լավ մի հատ հիշեցին թե Շպուրի շասի չենք տեսել Չէ Նու էլի բանով այդ որ ասեցի էլի հեռուստացույցը Դե կայլ բերում ենք հիմա ոնց որ այս վերջերս մրցումներ էր բավականին հետաքրքիր եղավ արդեն ժողովուրդը բարդ դիրքերից կարում են կրակեն հերո են կարում կրակեն տարի էական աճ ունենում մենք էլ դե լուրջ ջանք ենք դնում այս տարի զենքեր հաղթեցին
Առաջի տեղը ՉԶ MDT շասիով տոզ 22 LR-էր, երկրորդ տեղը Tiger SVD էլի հաղթեց, երրորդ տեղն է Վեպեր Կալաշնիկովի տեսակի զենքա էլի։ Այս բավականին մենք ենք, այդ մենք խանութների հետ մեր ընկեր պայմանավորվում ենք, մեկն է մեր խանութն է տվել այս տարի Ազատազենի։ Ոնց որ այսքան ժամանակ իշքան մրցում Ազատազենը վարել ենք, զենք տվել ենք։ Ֆեդերացիայով եղել է, որ ոնց որ մենք մեր ներքինն է փամփուշտ տանք կամ իրար գովանք անցնենք առաջ, բայց Ազատազենը բոլոր մրցումներին զենք է տվել էլի։ Դա ոնց որ ստիպում է հավեսին գնեն, հետո ասում ենք էլի ենք անելու պարապեք, իրանք պարապում են, ոնց որ մշակույթ է առաջացել, էլի, դու մեր մոտ տեսել ես, այդ քանի գնում շատանում է։ Շատ։ Վերջի համար է ինչ խորհուրդ կտանք Հայաստանուն կամ հայերիս անենք, որ զենքի մշակույթը ավելի լավ զարգանա կամ ինչ որ մի բան ավելի լավ ստացվի այս թեմայում մեր մոտ։ Երևի թե գլոբալ առումով ասեմ, ինֆորմացիայի հասանելիությունը պետք է զարգացվի։ Ինֆորմացիայի հասանելիությունը ոնց է զարգանում, այսինքն օրինակ մենք որ եկանք Հայաստան, աշխարհի չեմպիոն ռազմական դիպուկարի հետ կուրսը անցկացնելու, մենք չկարողացանք մեր զենքերը բերենք Հայաստան, այսինքն մեր ուսանողները չտեսան, թե ինչ է մտքրակում ստեղ, այսինքն այդ ինֆորմացիան իրանց չի հասել։ Դա ինձ բարդ պայքար է, հիմա ձեր հետ կատարած հաղորդումով նաև ոնց որ օգնում ենք այդ սառույցը ջարդելուն, որ այդ լարվածությունը, որ այս դիպուկարը վերջում մի փորձանք մեր գլխին կբերի փիլիսոփայությունը ջարդվի, էլի։ Ավելին մենք պատրաստ ենք, ասենք ուժայինները մարդիկ ունենան մեր կառույցների խորհուրդներում, մեր հասարակական կազմակերպությունները, էլի ամեն ձևի բաց ենք, ինչ ուզեն ցույց տանք, ոնց որ մեր նպատակը մենակ Հայաստանը ուժեղացնելն է։ Ավելի եթե մեկը հետին միտք ունի, առաջինը մենք իր հանդեպ չարանանք, մնում է այնենց անենք հավատան, որտեվ իրանց էլ է պետք էլի կարա մեզնից օգտակար ինֆորմացիա իրանց գնա։ Տենց, ասում եմ ես իրանց կփոխանցեմ, որ դու դա ասեցիր։ Միքայել ջան, դու էլ բան ունես ասելու։ Ես ուզում եմ ասեմ, որ ես տեսամ որ IPRF Armenia, որ Facebook-ով ես լավ ես անելու, որ sense վիդեոով ես սարքում, ոնց որ մարդիկ տեսնում են, որ ինչ է անելու։ Հետո կսովորենք, հետո որ 18 տարեկաններ կամ մեծացել, հետո կսովորեմ, հետո որ եմել ասեց, հետո կամանց բարձացնել է։ Այդ հոգու պարտքի պես անում ենք, ոնց որ մեզնից ոչ բոլորն է, որ պատերազմից վերադարձել են ու վերադարձածներով փորձում ենք այնպես ապրենք, որ իմաստով լինի մեր վերադարձը, վերադարձել ենք, որ հստակ գործ անենք, էլի, ոչ թե որ պատմենք, գիտեք ինչ կա, մենք ուժեղ ապերներ ենք կամ ենք, մեր ողջ մնալը պետքա ծառայացնենք Հայաստանին, մաքսիմալ ուժեղացնենք, հասնենք նրան, որ սնայպինգ ասելուց մի այսքան է հայ պատկերացնեն, էլի աշխարհում։ Այդ ուղղությամբ ջանք ենք դնում։ Շատ շնորհակալ եմ, տղեկ ջան։ Հուսով եմ այս հաղորդումը լիքը հայ մարդու կօգնի ավելի լավ հասկանալ այս ամեն ինչը կամ ավելի մոտ դառնալ այս ամեն ինչին, կօգնի զենքի մշակույթը տարածենք։ Լավ եղեք, շնորհակալ եմ։ Մինչ նոր հանդիպում։ Մենք էլ ուսանելով, այո,